Հատուկ ելույթ չեմ պատրաստել, որովհետև ես չգիտեմ ինչ խոսել։ Ես չգիտեմ ինչ եւ ինչպես կարելի է արձագանքել Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին, որոնք ես չեմ էլ պատրաստվում այստեղ մեջ բերել եւ առաջարկում եմ դրանք անգամ չդարձնել քննարկման նյութ։ Ես ներողություն եմ խնդրում մեր այն 100 հազարավոր քաղաքացիներից, այդ թվում ձեր գրառումների տակ մեկնաբանություն թողող քաղաքացիներից, որոնց սրտի խոսքը այս ամբիոնից հնչեցնել չեմ կարող։ Չեմ կարող։ Ես այստեղ նստած մեր գործընկերներից որևէ մեկը չի կարող մրցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այո, Նիկոլ Փաշինյանի բառապաշարի, Նիկոլ Փաշինյանի լաչառության, անհավասարակշիռ պահվածքի հետ մեզանից որևէ մեկը չի կարող մրցել։ Մենք այդտեղ պարտվում ենք, բայց եթե դուք կարծում եք, որ եթե մենք պարտվում ենք, դուք շահում եք, դուք չարաչար սխալվում եք։ Բայց ես ձեզ մի հատ բան եմ ուզում հարցնել, եւ ես շատ պարզ եմ այսօր ուզում ձևակերպել իմ նախադասությունները։ Չեք ամաչում, դուք ամոթ ունեք, թե չունեք։ Ես խնդրում եմ այդ հարցերին պատասխանել։ Դուք գիտակցում եք, դուք ով եք եւ ինչ պաշտոն եք զբաղեցնում։ Ես երկու հարցի պատասխանն էլ գիտեմ։ Դուք չունեք ամոթ եւ դուք չեք գիտակցում ձեր տեղը։ Դուք չեք գիտակցում, որ դուք հիմա զբաղեցնում եք երկրի վարչապետի պաշտոնը։ Գիտեք ինչի եմ ես այդպես համոզված։ Որովհետև երբ որ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, դուք լինելով երկրի վարչապետ, ստանձնել եք երկրի գլխավոր գինեկոլոգի եւ ուրոլոգի ֆունկցիաները, ու երբ որ Հայաստանը պատերազմից 5 պակաս է, երկրի թիվ 1 հարցը դուք դարձրել եք սրա նրա կուսությունը ստուգելը։ Սրանից լավ ապացույց, որ դուք չեք գիտակցում, թե դուք ինչ պաշտոն եք զբաղեցնում, եւ դուք չունեք ամոթի զգացողություն, ավելի լավ ապացույց չի կարող լինել։ Չի կարող, պարզապես չի կարող լինել։ Դուք քննարկում եք կուսակրոնության ուխտը խախտել են, թե չեն խախտել։ Կուսակրոնության ուխտը ձեր սցենարով խախտողներն են մեղավոր, որ երկրի եւ պետության արչեւ ստանձնած ձեր բոլոր ուխտերը դուք խախտել եք։ Ձեր բոլոր ուխտերը 18 թվականից ստանձնած դուք խախտել եք։ Դրա մեղավորը կուսակրոնության ուխտն է։ Կուսակրոնության ուխտ խախտողներն են մեղավոր, որ դուք Արցախը ուրացել եք։ Այսօր Հայաստանը կանգնած է անվտանգային լրջագույն մարտահրավերների առջև։ Տարական հարց, մարդիկ իրենց ապրանքը չեն կարողանում իրացնել, տեղ հասցնել։ Կուսակրոնության ուխտը խախտողներն են մեղավոր։ Ինչ տեղի ունեցավ երեք սիրելի հայրենակիցներ, երեք Բաքվում դատում էին Ռուբեն Վարդանյանին, Հայաստանում Նիկոլ Փաշինյանը բռնում էր Սամվել Կարապետյանին։ Այս են նույն Սամվել Կարապետյանն է եւ նույն Ռուբեն Վարդանյանը, որոնց մասին Արցախի հրապարակում, Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանը ձոներ էր հղում եւ ասում էր փառք ու պատիվ Սամվել Կարապետյանին եւ Ռուբեն Վարդանյանին, որ 1 դրամի, իսկ իրենց դեպքում միլիոնավոր դոլարների ներդրում են անում Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա Ռուբեն Վարդանյանին դատում են Բաքվում, Սամվել Կարապետյանին Նիկոլ Փաշինյանը դատում է Հայաստանի Հանրապետությունում։ Արցախի նախկին ղեկավարներին դատում են Բաքվում, Արցախի մի նախագահին այստեղ Նիկոլ Փաշինյանը դատում է Հայաստանի բանտերում։ Սրա պատճառն էլ է երևի կուսակրոնության ուխտը, որ խախտվել է։ Այո, մեր բոլոր մեղքերի պատճառը
առանցքը, կուսակրոնության ուխտը խախտողներն են, սիրելի հայրեդակիցներ։ Ես իրականում, ինչպես արդեն ասեցի, հատուկ ելույթ չէի նախապատրաստել